Մենք ապրելու իրավունք ունենք։ Այս գրությամբ է դատախազության շենքի մոտ եկել Գերդան, փոքրիկ Շանը կենդանասերներն են ուղեկցել դատախազություն։ Դեռ 2 օր առաջ սովից ու ցրտից դողում էր Գերդան, երբ մարդիկ գտան նրան ջաջուրի գոմերից մեկում։ Կենդանիների պաշտպանների խոսքով Շիրակի մարզում գտնվող այդ գոմը Կումնի ընկերության կլինիկան է, որտեղ ստերջացնում են շներին։ Այն տենդերները, որոնցով հայտարարվում է շների ստերջացում, կաստրացում, դա կոռուպցիա է, դա փողերի լվացման կենտրոն է։ Իմ երեք չառաջորվա ջաջուրի գոմանոցը վկա։ Խնդրում եմ նայեք այդ տեսանյութը ջաջուրի գոմանոցի եւ նայեք ձեր գումարները, մեր հարկերը, որոնք մենք մուծում ենք պետությանը, ուր են գնում։ Գոհարն է Գերդային Գյումրիից Երևան հասցրել, նրա խոսքով կենդանու կյանքը մի կերպ են փրկել։ Դատախազության մոտ ակցիա անող կենդանիների պաշտպանները պնդում են ստերջացման անվան տակ կենդանիներին անտերության են մատնում կենդանիների կլինիկայի հետ կապ չունեցող շենքերում։ Գյումրու դատախազություն, Գյումրու քննչական 2 տարի առաջ ես ձեզ տվել եմ փաստերով հաղորդում հանցագործության վերաբերյալ, որ Կումնի ՍՊԸ-ն լափելով քաղաքապետի հետ համատեղ պետական բյուջեն ստանալով ամեն շան համար գումարներ, իսկ դա հազարավոր շներ են։ Կատարում է շնասպանդություն։ Կենդանասերների պնդմամբ դաժան վերաբերմունքի են արժանանում անգամ այն կենդանիները, որոնք տեր ունեն։ Բակերից անհետացող վարժեցրած շների մասին բազմաթիվ ահազանգեր են ստանում կենդանիների պաշտպանները։ Ունենք ապացույցներ, ունենք տեսանյութեր, ունենք ձայնագրություններ, որոնք իրենք նույնպես խոստովանել են, որ տարել են, կորցրել են այստեղից մեկ այլ մարդ։ Դոգմա հասարակական կազմակերպության նախագահ Մարի Տեր-Անտոնյանի պնդմամբ ստերջացման ծրագրերը չեն կարող օգուտ տալ, եթե տենդերներին մասնակցում են կազմակերպություններ, որոնք գաղափար չունեն կենդանիներից։ Դատախազությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել ոչ ստերիլ տարածքներում կենդանիներին ստերջացնողներին։ Կազմակերպությունը պարտավորված է ունենա կլինիկա ստերջացման համար նախատեսված, ունենա անասնաբույժ, անուն, ազգանուն, ով է տվյալ անձը, կոմպետենտ է, կոմպետենտ չի։ Ունենա հատուկ ստերիլ տարածք, որովհետև ստերջացումը դա վիրահատություն է։ Դուք ջաջուրի գոմանոցը տեսել եք։ Ջաջուրի վանդակները այսպես սետկապատած տեսել եք։ Մեջը կենդանիները իրանց կեղտի մեջ նստած, սոված, դիմացները, ամանները առանց ջուր, առանց կեր, առանց ոչ մի բան չստերջացված, բերված այդտեղ շպրտած են։ Ապօրինի ստերջացումից բացի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն են դատապարտում պաշտպանները։ 1.5 տարի առաջ Արմավիրում 40 շուն հետ ստերջացումից վարակվել էին։ 2 տարի առաջ Հրազդանում շների սպանդեր տեղի ունեցել։ 3 տարի առաջ Նուբարաշենում դաժանաբար ծեծել ու կրակել էին շանը։ Հիմա եթե վաղը մի հատ երեխու շուն կծի, այդ երեխեն կատաղությունից մահանա, ամբողջ համացանցը թնդալու է, չէ, ասելու են տեսեք, շունը կծեց, կատաղությունից մեռավ։ Շունը դրա մեղավորը չի։ Շունը ընդհանրապես մեղք չունի, որ ինքը շունը կատաղություն է հիվանդանում կամ կռիսներից, որը վղտում է 4 կողմը, աղվեսներից, ոզնուց, ինքը մեղավոր չի, որ ինքը այդ երեխուն կծել է։ Ակցիայի մասնակիցներին ընդունում է դատախազի տեղակալը, խոստանում հետևողական լինել ու հայտնաբերել մեղավորներին։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։